ԱԱԾ շենքի վրա գիշերը մոլոտովի կոկտեյլ նետած քաղաքացին ձերբակալվել է։ Քննչական կոմիտեն ոչինչ չի հայտնում նրա քայլի դրդապատճառի մասին։ Նախաքննությունը դեռ չի ավարտվել։ Այսօր արդեն ներկում էին ազգային անվտանգության շենքի դարպասները, որը տղամարդն այրել էր դյուրավառ նյութով։ Շատ մարդիկ կարծում են անձնական վրեժխնդրություն է, իշխանության կամ ԱԱԾ-ի ինչ-որ գործողություն հունից հանել է քաղաքացուն։ Դե ինչ-որ լծված է եղել երևի այս կառավարության դեմ։ Իհարկե շատ սխալ է, շատ։ Կամ հարազատի կամ ինչ-որ մի խնդիր է եղել անվտանգության կողմից ոչ արդար, հավանական է, ինքն էլ ընդվզում է դրա դեմ։ Ինչ-որ պրոբլեմներ ունեն երևում։ Սթրես, ագրեսիա, չդադարող պատերազմների ֆոնին աշխարհը նևրոզի մեջ է, կարծում են մարդիկ։ Դժվարին ժամանակներ ենք ապրում, մարդը մարդուց գլուխ չի հանում։ Աշխարհի ամբողջ ժողովուրդը դառնում վրա է։ Բոլորը ստրես, ներվոզ վիճակի մեջ է։ Դե հիմա նենց ամեն մեկը ուզում է մի վատություն անի, ինչ իմանանք ովքեր են։ Ագրեսիա պետք է վերանա։ Դա արդեն մեր ազգից, մեր ժողովրդից, մեր հասարակությունից է գալիս։ Առավել եւս երիտասարդությանը պետք է դաստիարակել, դա մտցնել իրար։ Այդ ագրեսիվությունը անընդունելի է, անընդունելի։ ԱԱԾ շենքը հրկիզելու փորձի գործով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Խուլիգանության, ահաբեկչության եւ գույքը հրկիզման, պայթյունի եղանակով ոչնչացնելու հոդվածներով։ Զարուհի Սահակյան, Նորայր Շարբաթյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։